Այժմ ծանոթանանք, թե ինչպես է կարելի պատտել օբյեկտները Adobe Illustrator-ում։ Դրա համար նկարենք մեկ ուղղանկյուն, որին տանք գույն և փորձենք այս ուղղանկյունը պատտել։ Երբ որ մենք Illustrator-ում աշխատում ենք օբյեկտների հետ, նրա շուրջը հայտնվում է bounding box, որոնք ունեն հանգույցներ և այդ հանգույցների օգնությամբ կարելի է կատարել փոփոխություններ, այսինքն մեծացնել նրա չափերը և պատտել կոնկրետ կենտրոնի շուրջը։ Այս պատույտը մենք կարող ենք կատարել, եթե մեր մաուսը վեր է ածվում կորի, երբ որ մենք մոտիկացնում ենք աջ, վերևի կամ ցանկացած անկյունների կողքին, որոնք թույլ են տալիս պատտել այս օբյեկտը։ Ինչպես գիտենք, եթե սեղմենք մենք Shift-ը, ապա մենք նրանք կպտտենք 45 աստիճան անկյուններով։ Bounding box-ը Adobe Illustrator-ում կարելի է թաքցնել Hide Bounding Box կամ Shift Ctrl B, որը թույլ է տալիս նրան ինչպես թաքցնել, այնպես էլ ի հայտ բերել, քանի որ մի շարք աշխատանքների ընթացքում այդ Bounding Box-ը կարող է մեզ խանգարել ճշգրիտ աշխատանքներ կատարելու համար։ Բացի այս պտույտից, մենք կարող ենք նաև օգտվել Illustrator-ի Rotate tool-ում, որը դուք հիմա տեսնում եք, և նրա շորտքաթն է R-տառը։ Նա աշխատում է հետևյալ ձևով։ Ինչպես դուք տեսնում եք, օբյեկտի կենտրոնում դրված է հանգույցային կետ կամ առանցքային կետ, և եթե հիմա մենք մաուսով սեղմենք որևէ մի կետում մեր աշխատանքային միջավայրի, ապա դա թույլ կտա պատտել մեր օբյեկտը այդ առանցքային կետի շուրջը։ Ինչքան մենք ավելի հեռվից վերցնենք այդ գործող կետը, որ դուք հիմա տեսնում եք, այնքան ավելի ճշգրիտ պտույտներ մենք կարող ենք կատարել, այսինքն ավելի փոքր անկյուններով նրան շեղենք։ Այս հանգույցային կետը կարելի է տեղափոխել ցանկացած մաս օբյեկտի, ապա նույն պտույտը կատարել այդ առանցքի շուրջը, ինչպես տեսնում եք հիմա ես դա անում եմ։ Եթե մենք սեղմենք Alt-ը Illustrator-ում, որը թույլ է տալիս պատճենահանել օբյեկտը, և եթե հիմա մենք թողնենք օբյեկտը, ապա դուք կտեսնեք, որ մենք իրականացրեցինք պտույտ, նաև այդ ընթացքում մենք պատճենահանեցինք կոնկրետ օբյեկտը։ Այս օբյեկտը կարելի է նաև պատտել Free Transform tool-ի օգնությամբ, որը որ դուք տեսնում եք։ Եթե մենք ակտիվացնենք Free Transform tool-ը, ապա այստեղ մենք կտեսնենք նաև նրա 4 հավելյալ գործիքները, որոնց հետ մենք կծանոթանանք մեկ այլ դասընթացում։ Հիմա եթե մենք մաուսով շարժվենք այս օբյեկտի վրա, ապա դուք տեսնում եք, որ հանգույցային կետերում կստանանք երկու կողմանի սլակներով կորը, որը մեզ ասում է, որ մենք կարող ենք պատտել այս օբյեկտը այդ առանցքի շուրջը։ Ինչպես տեսնում եք, այս գործիքը թույլ է տալիս պատտել նույնպես օբյեկտը, և պատտման ժամանակ, եթե մենք նորից ընտրենք Shift-ը, ապա նորից դա թույլ կտա մեզ պատտել օբյեկտը 45 աստիճաններով։ Այս օբյեկտների պտույտը կարելի է նաև
իրականացնել պտտման գործիքի հատկություններով կար կարգավորումներով այդ rotate վահանակում, որը հիմա տեսնում եք, որը բացվում է երկու անգամ սեղմելով մաուսում կամ գործի։ Այստեղ մենք ունենք preview հնարավորությունը, որը թույլ է տալիս նախորոք տեսնել մեր կատարած փոփոխությունները, ապա միայն դրանից հետո հաստատել այն։ Այժմ երկու անգամ սեղմենք գործիքի վրա, որ նա բացվի։ Այստեղ կա նաև copy կոճակը, որը թույլ է տալիս, եթե մենք անում ենք փոփոխություն, ասենք պտտում ենք այս անկյանում եւ սեղմենք copy, ապա մենք կստանանք այս օբյեկտի պատճենը։ Այժմ պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ մենք ունենք ոչ թե մեկ հատ օբյեկտ, այլ ունենք մի քանի հատ օբյեկտներ եւ ուզում ենք այդ 3 օբյեկտը միաժամանակ պտտենք։ Եթե մենք ընտրենք այս 3 օբյեկտ կամ այստեղից պտույտ անենք, դուք կտեսնեք, որ ընդհանուր պտտվում է այս ամբողջ օբյեկտը, այսինքն խումբը էլեմենտների, որը մենք նշել ենք։ Illustrator-ում նաև եթե մենք բացում ենք օբյեկտ մենյուն, ապա այստեղ կա transform ենթամենյուն, որտեղ մենք կարող ենք գտնել այն բոլոր գործիքները կամ այդ գործիքների կարգավորումները, որոնք թույլ են տալիս անել փոփոխություններ տվյալ օբյեկտի հետ։ Այստեղ նաև կա transform each հնարավորությունը, որը shortcut-ն է Alt Shift Ctrl B, եւ եթե մենք հիմա ընտրենք transform each այս հնարավորությունն է Illustrator-ի, ապա կբացվի transform each-ի մի վահանակը, որը նույնպես ունի preview։ Այժմ ակտիվացնելով preview-ն փորձենք փոփոխել այս օբյեկտների մեծությունները կամ տեղափոխենք կամ փոփոխենք անկյուն։ Այստեղ նաև կան այլ option-ներ, այսինքն հնարավորություններ, որոնք մենք կարող ենք օգտագործել օբյեկտները հետ փոփոխություններ կատարելու։ Ներքևում դուք տեսնում եք այս 9 կետը, որը թույլ է տալիս մեզ տեղափոխել առանցքային կետ, այսինքն դնել նրան աջ կամ ձախ մեջտում կամ վերևը օրինակ աջ անկյունում, այսինքն այդ փոփոխությունները կիրականանան վերևի աջ անկյունի օգնությամբ։ Եթե մենք հիմա պտտենք, ապա դուք կտեսնեք, որ պտտվում է ոչ թե ամբողջ խումբը, այլ պտտվում է ընտրված օբյեկտներից յուրաքանչյուրը առանձին։ Սա կոչվում է transform each, այսինքն պտտել ամեն մեկը առանձին յուրաքանչյուրը, եւ այստեղ մենք կարող ենք կատարել այդ փոփոխությունը ցանկացած էլեմենտի հետ։ Ինչպես տեսնում եք, այստեղ կա rotate հնարավորությունը, տեղափոխել հորիզոնտալ եւ վերտիկալ, ինչպես նաեւ փոփոխել, այսինքն scale անել նրանց չափերը, փոփոխել նրանց մասշտաբը, ինչպես վերտիկալ, այնպես էլ հորիզոնտալ։ Այստեղ կան transform object, transform pattern, որը մենք հետո կօգտագործենք transform pattern-ի համար։ Կա scale corner, եթե անկյուններն են դուք փոփոխություններ եք անում մասշտաբի, հաջորդ դասում մենք դրա հետ ավելի մոտիկ կծանոթանանք scale գործիքի հետ, նորից կուսումնասիրենք։ Այստեղ կա reflect x, այսինքն x կոորդինատային համակարգի նկատմամբ արտապատկերել օբյեկտը կամ y կոորդինատային համակարգի կամ պատահական, այսինքն ամեն փոփոխության ժամանակ Illustrator-ը ձեզ տալիս է պատահական փոփոխություններ այս բոլոր ընտրած օբյեկտներից։ Հիմա եթե մենք ընտրենք օրինակ ձախ անկյունը տեղափոխան, ապա դուք կտեսնեք, որ այս փոփոխությունները
կատարվում են արդեն ձախ վերևի անկյունին։ Եթե մենք ընտրենք ձախ ներքևի կետը, դա նշանակում է, որ կետը, որի նկատմամբ արվում են փոփոխությունները, գտնվում են ձախ անկյունում։ Այստեղ փոփոխելով մենք կարող ենք ռեալ ժամանակում տեսնել այդ փոփոխությունները ինչպես են կատարվում։ Illustrator-ում, եթե մենք այստեղ նորից խումբ ունենք եւ հիմա օրինակ ընտրենք rotate tool-ը եւ այս կետը տեղափոխենք այս ներքևի մասը եւ մեր մաուսով սեղմենք, ապա դուք կտեսնեք, որ այստեղ արդեն մենք պտտում ենք ոչ թե յուրաքանչյուրը, այլ ամբողջ խումբը ընտրված այս կետի առանցքային կետի նկատմամբ։ Adobe Illustrator-ում նաև ի սկզբանե կարելի է ընտրել պտտման անկյունը, այսինքն եթե մենք գնանք Edit, Preference, General, այստեղ դուք կտեսնեք, որ մենք ունենք Constraint Angle, այսինքն անկյունը, որը մենք կարող ենք տալ Illustrator-ի նախնական կարգավորումներում, ասենք 45 աստիճան, եւ եթե մենք այժմ այս 45 աստիճանը հաստատելով փորձենք նկարենք Illustrator-ում օբյեկտներ, ապա դուք կտեսնեք, որ մեր բոլոր օբյեկտները կշարվեն 45 աստիճան տակ, ամեն մի օբյեկտը։ Այսպես կարելի է ընտրել այն անկյունը, որը դուք ընտրել եք աշխատելու ձեր տվյալ փաստաթղթում։ Կարելի է հետ գալ, այսինքն հետ բերել այս նախնական արժեքը անկյունի 0 աստիճանի, որի իհարկե չի ազդի արդեն գրված։ Եվ եթե մենք հիմա նկարենք, ապա դուք կտեսնեք, որ մենք ունենք 0 անկյանում, այսինքն